պարոն Դանիելյան, իշխանությունները շարունակում են հարձակումը եկեղեցու ուղղությամբ, բայց հիմա նրանց են միացել նաև հոգևորականները, ինչպես եք սա գնահատում։ Շատ վատ եմ գնահատում, շատ բացասական եմ գնահատում։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին հարվածի տակ է վերցրել, եկեղեցին ոչնչացնում է ու այդ ակցիային կամ այդ պրոցեսին միացել են հոգևորականներ, որը շատ ցավալի է, ես շատ ցավ եմ ապրում դրա համար։ Հուսով եմ առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում այդ հարցը կհանգուցալուծվի, կաթողիկոսը կգտնվի իր բարձունքում ու այդ մարդկանց մասով, այդ հոգևորականների մասով համապատասխան որոշումներ կկայացվի, որպեսզի դրանց միջոցով, դրանց ձեռամբ Նիկոլ Փաշինյանը եկեղեցին չվնասի կամ եկեղեցին չոչնչացնի, որովհետև սա տանելու է նրան, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին Նիկոլ Փաշինյանի եւ եկեղեցիականների, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին, նրանց ձեռամբ ոչնչացվելու է։ Սա շատ վտանգավոր քայլ է եւ գտնում եք շատ վտանգավոր փուլում։ Հենց որ հուսով եմ, որ այս process-ը կան կառնի կաթողիկոսի մեկ քայլով, մեկ որոշումով։ Հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակում փոխայցելություններ եղան Երևան եւ Բաքու, սա ինչ գործընթաց է, ակնհայտ է, որ երկու կողմից էլ իշխանությունների քարոզիչներն են մասնակցում այդ այցերին, ում եւ ինչի համար է պետք է այս ձևական խաղաղության պատկերած ձեզ։ Բնականաբար, որ անհրաժեշտ է Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին իրենց հայակործան ու հայադավան ծրագրեր իրականացնելու համար ինչ են փորձում անել։ Փորձում են հայի աշկերում ադրբեջանցիներին ռուսերեն ասած դոբրի ձյաձյա ներկայացնեն։ Ինչի համար եմ ասում։ Լսել եք այդ պատվիրակության ղեկավարն էր, ես իմ ով էր, եթե ճիշտ եմ ազգանուն հիշում Քոչինյան ազգանունով։ Տեսել եք իր խոսույթը, տեսել եք ոնց է ներկայացնում, թե այնտեղ ոնց է հանդիպում անցել ու այդ ում հետ հանդիպել են Ալիևի օգնականի հետ, ոնց է պարոնով խոսում նրա խոսքերը ներկայացնում այստեղ։ Նույնիսկ հերավորության վրա նրան պարոնով է, նրա խոսքերը պարոնով է ներկայացնում։ Պարոն էս ինչը ասեց։ Այս մարդիկ ամբողջությամբ կռացել են ադրբեջանցիների տակ, այս մարդիկ ամբողջությամբ կզել են այդ Ալիևի տակ, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, արդեն նրա հպատակներն էլ ինչ են անում, փորձում են ադրբեջանցիների ներկայացնել իբր լավ մարդիկ են, այնինչ Ադրբեջանում այսօր մենք գիտենք, թե ինչ հայատյաց քաղաքականություն է վարվում, ամբողջ պետական համակարգում, կրթական հաստատություններում, մանկապարտեզներում, դպրոցներում հայերին թշնամիներ են այնտեղ ներկայացնում, այնտեղ այդ պուրակը կա, որտեղ մեր զինվորներին գնում այդ երեխաները նվաստացնում են, չգիտեմ, մարդիկ այնտեղ քաղաքացիները հայերի հանդեպ ատելությամբ են լցված, ոչ մի բան չի արվում հակառակը անելու համար, իսկ Հայաստանում արվում է այնպես, որ հայերը սիրեն ադրբեջանցիներին, հարգեն ադրբեջանցիներին, կարողանան ադրբեջանցիների հետ ապրել։ Սա տանելու է նրան, որ հայի աշկում, հայի աշկերի մեջ իբր ադրբեջանցիների լավ ներկայացնեն։ Հուսով եմ հայ ժողովուրդը հասկանում է, հուսով եմ հայ ժողովուրդը գիտակցում է ինչ է կատարվում, եւ ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու համար պետք է ադրբեջանցիների մոտ փոխվի գաղափարախոսությունը, փոխվի մտածելակերպը հայերի հանդեպ։ Այդ չար տրամադրվածությունը պետք է փոխվի, լրիվ հակառակը։ Այնինչ այնտեղ նորից եմ կրկնում, հայերի հանդեպ ատելությունով լցված են։ Պատերազմը նոր է ավարտվել, 5 տարի է, կներեք 5 չէ, 2 տարի, 23 թվականի Արցախի դատարկումից հետո 2 տարի է անցել, սրանք փորձում են ադրբեջանցիներին դրականով ներկայացնել։ Այս մարդիկ ադրբեջանցիների մասին է խոսքը, հայերին վերջի 30 տարվա ընթացքում եւ պատերազմել են, եւ կոտորել են, եւ սպանել են, եւ ոչ միայն հայերին, Հայաստանում ապրող նաեւ ազգային փոքրամասնությունների, չմոռանանք Հերոս Սլոյանին։ Ղազախստանում Փաշինյանը պարգևատրվեց այդ երկրի բարձրագույն պարգևով, ինչու որ ծառայության համար ըստ։ Ինչու որ ծառայության համար, ասեմ, Ղազախստանը իսլամական երկիր է, Ղազախստանը մուսուլմանական երկիր է, Ղազախստանում պարգևատրել են Նիկոլ Փաշինյանին, ոչ թե Ղազախստանի ղեկավարը, այլ պարգևատրել է Թուրքիայի ղեկավարը, թուրքական աշխարհը մեծացնելու, թուրքական աշխարհը միացնելու համար։ Այսինքն Ղազախստանի ղեկավարի ձեռամբ Էրդողանը պարգևատրել է Նիկոլ Փաշինյանին Էրդողանի ծրագրերը իրականացնելու համար, թուրքական ծրագրերը իրականացնելու համար, թուրքական աշխարհը մեծացնելու համար, մեծ Թուրանը
մեծ Թուրանի ծրագիրը իրականացնելու համար։ Այդ պարգևատրումը իմ համար դա էր նշանակում։ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել է ոչ թե Ղազախստանի նախագահի կողմից, այլ Էրդողանի կողմից։ Խոսենք քաղաքային խնդիրների մասին, ԿՊ-ն շարունակում է շռայլ ծախսեր անել, բայց միևնույն ժամանակ հայտարարում են, որ բյուջեն ճեղքվածք ունի, ինչու չեն կրճատում շռայլությունները այդ դեպքում։ Իսկ ինչի կրճատեն, չէ՞ որ դրանով իրանք լավ են զգում, դրանով իրանք լավ են ապրում, ինչի համար կրճատեն։ Իրենց կյանքը լավացել է, բարեկեցությունը փոխվել է, իրենց արդեն ավելի բարեկեցիկ են ապրում, ինչի համար փոխեն, ինչի համար ծախսերը կրճատեն։ Բարձր պարգև աշխատավարձը ստանում են, բարձր պարգևաճարները ստանում են, ուրեմն պատավատները ունեն, ոյաժները ունեն, ինչի համար իրանց ով է բան ասելու, որ իրավապահ մարմինն է ասելու։ Դատախազությունը, քննիչները, թե ոստիկան ոչ մեկ բան չի ասելու, իրանք ունեն կանաչ լույս, դրա համար էլ եւ բարձր աշխատավարձ են ստանում եւ բարձր պարգև 2025 թվականին նախատեսված ա եղել 714 միլիոն դրամ պարգևաճար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար։ Ես շեշտեցի Երևանի քաղաքապետարանի։ Ինչի համար, որովհետև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկ ձեռնարկություններում այդ պարգևատրումները հասու չեն, ինչ որ իրանք են պարգևատրվում տարեկան մի քանի անգամ։ Բացի այն, որ նաև Երևանի ուրեմն ենթակայության տակ գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները նաև ցածր են վարձատրվում։ Եվ ես դրա մասին նիստի ժամանակ խոսել եմ, ավականո նիստի ժամանակ խոսել եմ եւ առաջիկա նիստերի ժամանակ եմ խոսելու։ Ուրեմն տեսեք, ուրեմն 25 թվականի հոկտեմբերի վերջի ուրեմն գործակարգ ավականո նիստի ժամանակ նախագիծ բերեցին, որով պետքա Երևան քաղաքում նոր կառույց ստեղծվի, նոր համայնքային կառույց ստեղծվի, որը զբաղվելու է Երևան քաղաքի երթևեկությունը կանոնակարգելով, այսինքն հայերեն ասած խելացի քաղաքի տրամաբանությամբ ցանկանում են, բայց իրանց մոտ դա խելացի քաղաք չի կոչվում, ցանկանում են երթևեկությունը կանոնակարգեն եւ այլ եւ այլ։ Հիմա այդ կառույցում աշխատելու են 74 հոգի մարդ, որոնցից մեծ մասը ստանալու է 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ։ Ուրեմն այնտեղ կան աշխատողներ, հավաքարար, էլեկտրիկ, վարորդ, 7 հոգի աշխատողներ, ովքեր ստանալու են 230 կամ 286 հազար դրամ աշխատավարձ։ Տեսեք, ուրեմն համայնքային նոր կառույց է ստեղծվում, որի շարքային աշխատողը ստանալու է ավելի բարձր աշխատավարձ, քան համայնքային ենթակայության տակ գործող պոլիկլինիկաների աշխատողները, բժիշկ բուժքույրերը, մանկապարտեզի աշխատողները, դայակ դաստիարակները կամ խոհանոցի աշխատողները, կամ երաժշտական եւ արվեստի դպրոցի դասատուները, կամ հենց համայնքային ենթակայության տակ գործող շախմատի դպրոցի դասատուները։ Նրանք ստանում են 150,000 դրամ աշխատավարձ։ Մանկապարտեզի դաստիարակը ստանում է 161,000 դրամ, դաստիարակի օգնականը 150,000 դրամ։ Տեսեք տարբերությունը ինչքան է 230 եւ 150,000 դրամ։ Ես այդ հարցը բարձրացրել եմ, որ պետքա դա արդարացի չի, որ այդ մարդիկ ցածր են ստանում։ Բարձր աշխատավարձին դեմ չեմ։ Ես այնտեղ էլ եմ ասում, հիմա էլ եմ շեշտում։ Պետքա այդ մարդիկ, ովքեր որ հիմա ցածր են ստանում, պետքա իրենց աշխատավարձը բարձրացվի։ Եվ պետքա համապատասխանի ուրեմն այդ մարդկանց աշխատավարձը, գոնե այն աշխատավարձին, որ իրանք նախատեսել են այդ նոր համայնքային կառույցը ստեղծելու համար։ Վերադառնալով ձեր հարցին, բնականաբար այս մարդիկ չեն դադարելու բարձր վարձատրվելուց, դա արդեն վերաբերվում է խոսքս ավելի բարձր պաշտոնյաներին, քաղաքապետը կլինի, քաղաքապետի տեղակալները կլինեն, վարչության պետերը կլինեն։ Օրինակ քաղաքապետը ունի 7 խորհրդական, որոնք ստանում են 629,000 դրամ աշխատավարձ։ Չգիտես նրանք ինչ խորհուրդ են տալիս Տիգրան Ավինյանին, որ քաղաքը այսպես կոլապսի մեջ է, բայց ստանում են 629,000 դրամ յուրաքանչյուրը 7 հոգի։ Տիգրան Ավինյանի գործավարուհիները 2 հոգի, մեկն էլ չի 2 հոգի, 357,000 դրամ աշխատավարձ են ստանում։ Հիմա համայնքային ենթակայության տակ գործող հիմնարկ ձեռնարկություններում, նույն պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում, շախմատի դպրոցներում, երաժշտական դպրոցներում քանի հոգի է այդ աշխատավարձը ստանում։ Շախմատի դպրոցի տնօրենը ստանում է 230,000 դրամ աշխատավարձ։ Շախմատի դպրոցի ուրեմն ուսուցիչը ստանում է 150,000 դրամ աշխատավարձ։ Պոլիկլինիկայի բուժքույրը ստանում է 75,000 դրամ աշխատավարձ։ Դա ինչքանով է արդարացի։ Արդարացի չի։ Տրանսպորտի համար կառավարությունը կրկին սուբսիդիա կտա քաղաքապետարանին։ Արդյոք սա նշանակում է, որ քաղաքացիների բոյկոտը շարունակվում է եւ վճարները չեն հավաքագրվում։ Այո, իրականում ես օգտվում եմ տրանսպորտից, հաճախակի եմ օգտվում եւ տեսնում եմ, որ իրականում քաղաքացիները չեն վճարում
կամ քարտը չեն մոտեցնում վալիդատորին, այսինքն երթևեկում են անվճար, այսինքն բոյկոտում են։ Նամանավանդ պիկ ժամերին, ասենք օրինակ ժամը 5-ից 7-ի հատվածում, երբ որ պիկա, վճարելու հնարավորություն չկա, նույնիսկ չեն կարողանում բարձրանալ տրանսպորտ, ուր մնաց վճարեն։ Այսօրվա հանրային տրանսպորտը 90-ականների հանրային տրանսպորտից տարբերվում է մեկ բանով։ Հիմա վարորդը պարտադիր դուռը փակում է, նորա երթևեկում, նորա գնում առաջ։ 90-ականներին չէ, կախված էին երթևեկում։ Հիմա մի կերպ փակելով նոր շարժում են։ Եթե այդ հսկողությունը չլինի, միգուցե նաև հիմա վարորդները թողեն թույլ տան, որ մարդիկ կախված երթևեկեն։ Այսինքն այս պարագայում նույնիսկ եթե ցանկություն ունենան, չեն կարող վճարել։ Ինչ վերաբերվում այդ սուբսիդիային, այո, մարդիկ բոյկոտել են, բոյկոտի արդյունքում ճեղքված կա առաջացել եւ կառավարությունը ստիպված կամ քաղաքապետարանը ստիպված կառավարությունից գումար է վերցրել, գումար է ուզել եւ կառավարությունը ստիպված սուբսիդավորել է։ Եթե տրանսպորտը չթանկանար, եթե այս մարդիկ 100 դրամը չդարձնեին 150 դրամ, հնարավոր էր բոլոր մարդիկ 99%, ես չեմ ասում 100%, որտեղ միշտ լինում են չվճարողներ, վճարեին նորմալ, առանց բողոքելու, առանց դժգոհելու, այս պարագայում, երբ որ դարձրել են 150 դրամ, համապատասխան ձևով տրանսպորտի վիճակը չի լավացել, որ մարդիկ ասեն դե լավ 150 դրամ է, բայց տրանսպորտը տեսեք ինչ լավ է աշխատում։ Ժամերով կկանեն կանգառում կսպասեն, մոտեցող տրանսպորտը կգա, չեն կարողանա բարձրանալ տրանսպորտ, կսպասեն հաջորդին, ու դրա համար պետք է վճարեն 150 դրամ։ Այդ դրա համար է, որ հիմա հավաքագրումը պակաս է եղել այս տարի, չի հավաքագրել, իրանք ստիպված կառավարությունից գումար են վերցրել, որպեսզի ծածկեն այդ ճեղքվածքը։ Քաղաքապետն ասում է, որ սկսել են անակնկալ այցերով գնալ վարչական շրջան, արդյոք դա իր գործառույթների մեջ չի մտնում եւ դա չպիտի ինքը աների սկզբանե։ Տեսեք, շատ ծիծաղելու է, էլի, գործակարգավարականի ժամանակ ասում է, ես անակնկալ այցերով սկսել եմ գնալ վարչական շրջաններ։ Տիգրան Ավինյան, անակնկալ այցերով վարչական շրջաններ եք գնում, այնպես եք ասել, ինձ թվաց գնացել եք անակնկալ այցով գնացել եք Շուշի ու Ստեփանակերտ։ Երևանի վարչական շրջանները Երևանի ենթակայության տակ են գտնվում, եւ Երևանի վարչական շրջաններ գնալը դա ձեր գործառույթի մեջ է մտնում։ Երևանի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարություն տալը եւ այդ հանձնարարության հետևից գնալը իր պարտականությունների մեջ է մտնում։ Երևանցիների հոգսերով զբաղվելը Երևանի գործող քաղաքապետի, այս պարագայում դե ֆակտո քաղաքապետի աշխատանքային օրակարգի հիմնական հարցերը պետք է լինեն։ Այդ խնդիրներով պետք է զբաղվի եւ առանց այդ արտահայտության, թե ես անակնկալ այցերով գնացել եմ վարչական շրջան, պետք է այցելես վարչական շրջաններ եւ ոչ թե 2, այլ բոլոր 12 վարչական շրջանները։ Պետք է այցելես ու ոչ թե շաբաթը մի անգամ կամ ամիսը 2 անգամ, այլ ամեն օր, ամենօրյա ռեժիմով։ Պետք է այցելես եւ այն հանձնարարականները, որ տալիս ես, եթե տալիս ես վարչական շրջանների ղեկավարներին, գնաս գլխին կանգնես, տենաս ոնց են արել են թե չեն արել։ Դու ինքդ գնաց հետ տեսել ես, այդ տեսանյութները հրապարակել եք, թե ինչ վիճակում է գտնում հենց կոնկրետ Աչափնյակ վարչական շրջանը։ Ինչ անակնկալ այցերով գնացել եմ վարչական շրջաններ։ Նորից եմ կրկնում, դա ձեր աշխատանքային պարտավորություններն են, պարտականություններն են եւ գործառույթներն են։ Իսկ որտեղը երևանցիների մի վաճառեք ձեր աշխատանքը իբր լավություն երևանցիների համար, իբր տեսեք թե ինչ լավ եմ աշխատում, անակնկալ այցեր եմ անում։